Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Սիրով ես ուզում եմ ներկայացնել այսօրվա իմ հյուրին։ Շատ հետաքրքիր մի անձնավորություն, մարդիկ, որի երգերը կատարել են շատ ճանաչված, շատ սիրված եւ շատ մեծ երգիչներ։ Եվ այսօր ես նրա հրավիրել եմ այստեղ։ Մի խոսքով չշարաշահեմ ձեր համբերությունը, մի անգամից ներկայացնեմ երգիչ, երգահան Կարո Մածունյան։ Ողջույն Կարո ջան։ Ամեցին նստիր խնդրեմ։ Կարո ջան, ասեմ, որ ես այսօր շատ ուրախ եմ, որ դու իմ հյուրն ես։ Ես էլ իրականության մեջ ինձ համար մեծ անակնկալ էր ձեր հետ այս հանդիպումը։ Որտեւ այնքան շատ եմ լսել քո մասին ու լսել եմ, որ շատ երգիչներ, շատ ճանաչված հայտնի երգիչներ, աշխարհահռչակ երգիչներ կատարել են քո երգերը եւ երևի թե շատ քիչ մարդիկ գիտեն, որ այդ երգերի հեղինակը դու ես։ Ես այսօր կանչել եմ, որպեսզի համ իմանան ով է սիրո երգերի սիրուն հեղինակը եւ քո քաղցր ցայտն էլ այսօր լսենք իմ հաղորդումը։ Մեծ սիրով։ Պատմի քո մասին մի փոքր, Կարո ջան։ Ծնվեցիր Երևանում եմ ծնվել։ Հա։ Դե կյանքիս 27 տարին Երևանում անցել, 25 տարի էլ Լիբանանում անցել, որից հետո հիմա ներկայիս արդեն Հայաստանում եմ։ Այո։ Բայց չէ ներկայիս հիմա ես ստեղ եմ, ձեր մոտ է։ Հա, բայց Հայաստանից եմ եկել։ Հա։ Այո։ Ծնողներդ Լիբանանից են։ Ծնողներս Լիբանանից են, մայրս Գյումրեցի է։ Հա։ Ո՞նց է եղել գնացել են դու Լիբանանում, հայրդ։ Դե հայրս իր եղբայրներ բոլորը Լիբանան են մնացել ժամանակին։ Իրան ուզեցին, այն ժամանակ սովետական միության ժամանակ պահանջեցին, գնացինք Լիբանան ապրելու։ Երկար մնացիք այնտեղ։ 25 տարի Լիբանանում ապրեցի։ Իսկ ծնողներիդ մեջ կա որ երաժշտությամբ երգով բանով զբաղվում էին։ Պապաս էր երգում, խնջույքների բանի ժամանակ, բայց ոչ նվագախումբով բանով, բայց մեծ սեր ուներ մայրս երգի։ Ինչ ասեմ, սերը եղել է էլի օջախում երգի սերը, երաժշտությունը։ Հա, դե արդեն կա էլի գեներ կան ինչ-որ։ Այո։ Այս կրթությունդ Միջնագարք Հայաստանում, հետո ատամնատեխնիկ եմ սովորել։ Մասնագիտությամբ ատամնատեխնիկ։ Մասնագիտությամբ ատամնատեխնիկ եմ, այո։ Հետաքրքիր է երգելով էիր փուշում, սարքում այդ ատամները։ Միևնույն ժամանակ երգում էինք, աշխատում էինք։ Ընտանիքիդ մասին կուզենայի երկու խոսք տղայից շատ լավ գիտեմ, իր մասին էլ խոսենք, Լազարոյի մասին կանդրադառնանք, ինքն էլ գիտեմ ատամնաբույժ լինելով հանդերձ, նաև շատ տաղանդավոր գործիքավորող է, շատ լավ երաժիշտ է։ Ընտանիքի մասին, Լազարոյի մասին էլ խոսացիք։ Ընտանիքս հիմա Երևանում մի տղա եւ աղջիկ ունեմ։ Այո։ Աշխատում են, լավ են, նորմալ կյանքով ապրում են։ Այո։ Թորնիկներ ունենք արդեն։ Աստված բարի, չէ՞, ձերն էլ Աշոտ ջան։ Զբաղվում են, ինչով են զբաղվում։ Տղաս հիմա Pepsi բանում է, Coca-Cola-ում աշխատում։ Սուրճի, կոֆեի բաժինն ընդհանուր իրան են հանձնել։ Ահա։ Ինքը բար մենեջեր էր։ Հիմա այս գործը իրան առաջարկեցին։ Ինքը արվեստի հետ կապ չունի։ Չէ, ներկայիս ոչ։ Աղջիկս Չայկովսկիում ավարտել ջութագի բաժինը, բայց ամուսնանալուց հետո շատ սեր ուներ երգելու աղջիկս, ամուսինը չթողեց, որ երգով զբաղվի։ Դե հիմա տնային տնտեսուհի, երկու զավակ ունի։ Թորնիկներդ կա մեջները երաժշտական արվեստի հետ։ Ավելի տղայիս սևակը որ կա, նրա տղան հիմա թմբկարա սովորում է։ Շատ լավ է։ Հա։ Իսկ Լազարոյի մասին ինչ կասեք։ Դե Լազարոն ես միասին հետս աշխատում էր, ատամնատեխնիկ էր աշխատում, բայց միտքս դրի, որ ինքը բժիշկ սովորի, բայց դե իր խելքը միտքը երաժշտությունն էր, ինքը ճիշտ է։ Եվ ասեցինք ուրեմն իրան ուղարկեցինք նախ դաշնամուր սովորեց, երաժշտական դպրոց գնաց, որից հետո ատամնատեխնիկությունը բան, հետո որ տեսավ շատ եմ ստիպում իրան ատամնաբույժ, լավ ասեց գնամ,
գնաց ատամնաբույս սովորելու, ավարտեց, վերջացավ, բերեց դիպլոմին զատալի, առ ասում է չէիր ուզում, Խնդրեմ։ հա, Փրցանք ձեզնից։ դիպլոմ էի, չէ ուզում, առ վերջ։ Ու գնաց երաժշտության հետևից։ Չէիք ուզում, որ ինքը արվեստով գնա։ Ես ախր ամբողջ կյանքս ես 12 տարեկանից երգել եմ, նվագել եմ, կյանքս երաժշտության մեջ անցել, իրականությունը։ Այ հենց եկել եք։ Բայց երաժշտությունը երգի չի կամ բանի, այդ արվեստը քաղցր բան է, հոգիից է գալիս, բայց փող չկա մեջը, ընտանիք պահելու համար դժվար արծա։ Հատկապես այն ժամանակ, չէ՞։ Այն ժամանակ էլ լավ էր, հարսանիքներ էինք գնում, երգել ես ագարձոն էի հարսանիք։ նվագում, հարսանիքներ էինք գնում, նվագում, փող կար, չկար չէ։ Ինչ իմանամ, բայց դա ապագա չէր ինձ համար երաժշտությունը։ Ես կուզենամ հիմա Կարո ջան, պատմես քո անցած ուղու մասին, քո այդ անցած ճանապարհի մասին։ Որպես արվեստագետ Հյուրախաղեր, բայլում բաներ շատ լավ, շատ։ Եղել եմ Կիպրոսում, Օրտանանում, Սիրիայում շատ եմ եղել։ Մենք դուրս եկել ենք, բայց բախտ չի վիճակվել ինչ ճիշտը Եվրոպա։ Ուրախ եմ եղել, միշտ շատ ուրախ եմ եղել։ Հա, վերջը գալով եկանք Հայաստան, արդեն որոշեցի միայն ատամի գործով էլ երկը արվեստը թողնեմ ասի, բայց դե ուր կթողնես, դա մեջից տա գալիս։ Չես կարող, եթե Չեղավ։ Շատ անգամ միջև ինչ ասեմ։ Երկը կարոտով եմ մոտեցել, բայց հետո Հայաստանում մի ձեռնարկություն բանը TV 21-ը ձեռնարկ կատարեց, երբ երգում են մեծերը։ Հա, հաղորդում է, հիշում եմ, ես նայել եմ։ Ես առաջին մասնակցողներից մեկ եղա եւ ինչի համար գիտես Աշոտ ջան մասնակցեցի, որ ես ցույց տամ իմ հեղինակային երգերը։ Լևոներ չէ բարում։ Այո, Լևոն Հարությունյանը։ Հարությունյանի ընկերս էր բարում այդ ծրագիրը, այո։ Ես շատ եւ Լևոն Հարությունյանը գժվեց, լսեց որ ես այդ երգերը իմ երգերն են։ Ասես դու հիմա պետք է միլիոնատեր եղնեիր։ Վայ, ասի բարի լույս։ Աստված էր այդպես։ Ախր քեզ ասել են որ շատ նման ես իմ շատ մտերիմ իմ ընկերոջը շատ տաղանդավոր դերասան Ալեքսանդր Խաչատրյանին։ Ասել եմ որ Ալեքին շատ Երևանում օպերա բան որ քայլելով գնում էի։ շփոթում են, հա։ Խնդրում են հետերին նկարվեմ, ախր ասում եմ ես ձեր իմացած մարդը չէ։ Բայց ամեն դեպքում նկարվում էիր։ Նկարվում է ինչ ան, դե ուզում է եւ չեն հավատում, որ ես չեմ այդ դերասանը։ Դեն հումոր ես անում, հա, կատակ ես անում։ Եվ միջև ինձ համոզեցին գնացի դերասանական արդեն, ոչ թե բանը նկարահանումների մասնակցելու, սերիալների, Հա, այդ հարցը ուզում էի, այ սերիալներում, կլիպներում նկարահանել չէ։ Բանը Տաթև Ասատրյանի կլիպում իր պապան եմ եղել, Լիլիթ Հովհաննիսյանի պապան եմ եղել իր կլիպի։ Ինչքան պապայի դերերը կար քեզ այդ։ Եվ ինձ արդեն որ շատ տեսան, ասեցին պետքա դու գնաս։ Եվ ինձ զորով ոնց ասած տարան այդ բանում մտցրին, քանի ինչ ես նմանվում եմ Ալեքսանդր Խաչատրյանին։ Հա։ Կարող ասին դեռ կինո էլ հանեն, երկու աղբոր դերում էլ լինես։ Հա, տենց առաջարկել է եղել։ Չէ, ասում էին որ կարող է տենց մեկ առաջարկ ունենա էլի, որ երկու եղբայրի կինո նկարահանում լինի։ Հա, ինչ կարող։ Այդ ձևով մտցրին էլի։ Նմանակ եղբայրների, երկու նմանակ եղբայրների մասին ֆիլմը լիներ։ Շատ հետաքրքիր կլիներ, չի։ Կարելի է նույնիսկ կատակերգություն նկարել այդպես։ Կարո ջան, մեր այս ծրագիրը կազմված է 3 մասից, ցավով թե ասեմ, որ առաջի մասը ավարտվեց, դες ինչ ակնթարթային գնաց։ Հիմա ասենք մեր գովազդին, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը, շատ տաղանդավոր մի մարդու հետ։ Եք նոր եք ծանոթացել ու արդեն մտերիմներ են կարծես շուտ բանից։ Կարո Մածունյանի հետ, գովազդի արդյունի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցը շատ հաճելի մի անձնավորության հետ, շատ տաղանդավոր մի մարդու հետ, Կարո Մածունյանի հետ։ Կարո ջան, իսկ քո կյանքի ընթացքում դիպլոմներ, պատվոգրեր, մրցանակների արժանացել ես։ Դու շատ մանկության տարիներին, ասենք երբ որ ճամբար էինք գնում, ճամբարում առաջի մասնակցողներից մեկը ես էի լինում։ Պիոներական երկի, հա, պիոներական այն ժամանակները։
եւ քանի տարի պատվոգիրներ եմ ստացել, այդ միջև պատվոգիրել վերջի անգամ արդեն ունեցա բանը TV21-ի կողմից որ առաջնությունը շահեցի, այդ մեծ հասակները։ Երբ երգում են մեծերը այդ հաղորդումի ժամանակ, Այո։ հա։ Բոլորը հավաքած պահում եմ այդ պատվոգրերը, բաները։ Բապտի պայս, արժանացել ես դրան։ Իսկ քո գործիքավորումները տղադ էր անում, հա։ Լազարոներ անում։ Մի օրինակ հիմա մի հատ երգ կա որ ասացված երգն է դա։ Դրա գործիքավորումը Հալեբում եղավ։ Այո։ Հալեբի մի հատ շատ լավ երաժիշտ տղակար Վիգեն Մաթոսյան էր։ Վիգեն Մաթոսյան ինքը մահացավ։ Հիմա ներկայիս ողջ չի։ Հա Եվ բանում Բեյրութում կային դաշնավորմանողներ, Լազարոն ինձ 2-3 երգի դաշնավորում արել, որով Լազարոյի ոճը մեր ոճը չի։ Լազարոն ավելի բան ժամանակակից, հա, սերունդի երգերի վրա է ավելի։ Ոչինչ, ավելի լավ նոր շունչ է տալիս, այսօրվա շունչ է տալիս։ Այո, ես իրան դեմ չեմ, բայց դե իմ ոճս չի դա։ Իմ երգերս, որ ես ստեղծագործում եմ, ասենք, չէ, դե ես բառերը եւ երաժշտություն ես եմ հնարում, այդ ոճի վրա չի, էլի, հիմակվա նոր սերունդի ոճը չի։ Դե ես խնդրեի քո այդ հանրահայտ երգը դու այսօր կատարեիր, որ աշխարհն իմանա, որ այդ երգը քեզ է պատկանում, քո գրած երգն է, եւ խոսքերը եւ երաժշտությունը։ Կարող ենք։ Անշուշտ։ Գնացինք։ Սիրո։ Աշխարհ եկանք մենք լացելով մեծանում ենք լացող սրտով կյանքերն իսանցավ գնաց բայց դեռ ոչինչ չհասկացա կյանքերն իսանցավ գնաց բայց դեռ ոչինչ չհասկացա ասացված դու մեղքը մեզ ինչու այսպես տանջում ես մեզ թե սիրում ենք և թե ատում այս ոխերիմ խանդի հողում ասացված դու մեղքը մեզ ինչու այսպես տանջում ես մեզ թե սիրում ենք և թե ատում այս ոխերիմ խանդի հողում Ապրում ենք մենք այո ճիշտ է բայց թե ինչպես մենք չգիտենք մենք չգիտենք որովհետև դեռ կա մի ուժ հետևող մեզ մենք չգիտենք որովհետև դեռ կա մի ուժ հետևող մեզ ասացված դու մեղքը մեզ ինչու այսպես տանջում ես մեզ թե սիրում ենք և թե ատում այս ոխերիմ խանդի հողում ասացված դու մեղքը մեզ
Ինչու այսպես տանջում ես մեզ, թե սիրում ենք և թե ատում, այս ոխերիմ խանդի հողում։ Ես ուզում եմ սիրել մեկին Աշոտ ջան, բայց թե ինչպես ես չգիտեմ, ես չգիտեմ որովհետև սիրտս մեռավ ծնվածորեն, ես չգիտեմ որովհետև սիրտս մեռավ ծնվածորեն, ասա ասված դու մեղքը մեր, ինչու այսպես տանջում ես մեզ, թե սիրում ենք և թե ատում, այս ոխերիմ խանդի հողում, ասա ասված դու մեղքը մեր, ինչու այսպես տանջում ես մեզ, թե սիրում ենք և թե ատում, այս ոխերիմ խանդի հողում, թե սիրում ենք և թե ատում, այս ոխերիմ խանդի հողում, թե սիրում ենք և թե ատում, այս ոխերիմ խանդի հողում։ Բրավո, հոյակապ էր։ Այ իսկապես շատերը չգիտեն, որ այս հրաշալի երգի հեղինակը դու ես, Կարո ջան։ Ովքեր են կատարել քո այս երգը։ Վայ, որ մեկ ասեմ, թուրքերը կատարել են, վրացիները հիմա Վրաստանում, կարամ ասեմ, ամեն օր այս երգն են լսում, բայց ոչ իմ կատարմամբ։ Իրանք վրացերենով երգում են, բառեր են դրել։ Իսկ մեր հայ երգիչներից։ Մեր հայ բոլոր երգիչները, կարամ ասեմ, ժողովրդական ռաբիզ ասեմ, չգիտեմ ոնց ասեմ, ասենք չեմ ուզում որևէ մեկի։ Փոլը երգել այս երգը, Փոլի արդեն Փոլը երկրորդ Ադիս Արմանդյանը երգեց, Ադիս Արմանդյանը շատ ճիշտ կատարում արեց, բոլոր բառերը լինի երաժշտական ամեն ինչը շատ ճիշտ էր Ադիսի, ողորմի իրան էլ, Ադիսին էլ, Փոլին էլ։ Փոլը մենակ բառերի փոփոխություն արեց, շատ բառերը փոխեց, որ սխալ էր անելը, որով ես ասում աշխարհ եկանք մենք լացելով, ինքը ասում աշխարհ եկանք մենք տանջվելով, բայց մարդը ծնվում է լացելով, ճիշտ է։ երբ որ չի լացում, չէ, մի հատ էլ խփում են, որ լացի, որ հիմա երեխան ծնվել է, ապրում է։ Շատ լավ է։ Դե լավ, ավարտեց նաև մեր հաղորդման երկրորդ մասը։ Կարո ջան, ասենք, գովազդի նորից հետո կշարունակենք։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդեն եթերում, որից հետո կշարունակենք նորից իմ զրույցը Կարո Մացունյանի հետ։ Գովազդի արդեն եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Կարո Մացունյանի հետ։ Կարո ջան, էդ էլ բախտավոր մարդու հարսը կամ փեսան լավն է լինում։ Ես գիտեմ, որ դուք շատ լավ հարս ունեք, որ հրաշալի երգչու է, ես շատ եմ սիրում, հա, որպես մարդ եմ շատ սիրում իրան, որտեղ շատ անուշիկ մարդ է եւ շատ հրաշալի երգչու է։ Մեր Լազարոյի գիդը, Արաքսյան։ Ինչպես եք ընդունում։ Սիրում եք նրա արվեստը։ Ես Արաքսիային ուրեմն Շանթ TV-ում մի օր տեսա, մրցույթ էր գնում։ Չգիտեմ ինչպես պատահեց, որ ես Արաքսիայի ժամանակ նստե, որով ժամանակ չի ունեմ ես TV նայելու։
Արաքսիայի ելույթը լսեցի, Ահա։ ու կինս բան ասին, որ մրցույթ է, էլի էսի։ Հենց որ լսեի, ասի, այս աղջիկ պետք է առաջինը ելնի։ Չեմ ճանաչում ով է։ Հա, հետո տարիներ հետո մեկ էլ բախտ վիճակվեց դու մի ասա Արաքսյան հարսս դարավ։ Դե շատ լավ է, այ շատ լավ է։ Ինքը շատ լավ աղջիկ է, հրաշալի աղջիկ, լավ էլ ընտանիք հարս եկավ։ Իսկ այսօրվա մշակույթի մասին ինչ կասեք ընդհանրապես։ Հատկապես երիտասարդ, մենք լավ տաղանդավոր երգիչ երգչուհիներ ունենք։ Շատ իրականության մեջ այս վերջին տարիները ես Հայաստանում միջև շատ զարմացած եմ։ Եվ բոլորիս հետաքրքիր նայա, որ ժողովուրդը, երիտասարդությունը ժողովրդական երգերի սիրահար է դառել։ Այո, շատ լավ է։ Այո, ավելի էստրադային են սիրում, այո, բայց ժողովրդականի սիրահարները շատ են։ Իմ երիտասարդ եղած ժամանակ ռաբիզի սիրահարներն էին շատ։ Դե ռեստորաններ, հարսանիքներ, բաներ, չէ, այն ժամանակ բոլորն ռաբիզ էին սիրում շատը, մեծամասնությունը։ Ու այն ալա Թուրքիա հայկական երգում էին ժամանակին։ Այդ տիպի երգեր էին մեր ժամանակ սիրում։ Չէ, հիմա օրինակ Հիմա փառք Աստծո երգիչները բոլորն էլ մաքրվել են, սիրուն հայկական լավ ներկայացնում են մեր երգերը։ Տաղանդավոր երիտասարդներ են ելնում, աղջիկներ են ելնում։ Այո։ Գիտես ինչ է ուզում հարցնեգա, չէր ցանկանա մի հատ երեկո կազմակերպել։ Թեկուզ մերկու երգել, ասենք Արաքսյան երգեր, մի հատ երեկո կազմակերպել, հետաքրքիր։ Քո երգերով հայկականներ։ Մտածում եմ, շատ սիրո երեկո կլինի ինձ թվում, հա։ Մտածում եմ ընկերներս որ կան ստեղ են Լիբանանից կամ Հայաստանից, ստեղ շատ ընկերներ ունեն, որ ապրում են։ Իրանք բոլորը առաջարկում են, որ այս տիպի մի բան անենք։ Այո։ Դե ասում ժամանակը գա կլինի, հիմա չեմ շտապում ես։ Հետաքրիր այնց էլի քո ճաշակը, դե այսօրվա երգիչների եւ կամ ասենք անցյալի այդ երգիչներից ում է շատ սիրել։ Ում է շատ սիրում, որ քո սրտով է, որ հավանում է շատ։ Դե ես իրականության մեջ Հովանես Բադալյանի սիրահարն եմ եղել եղած օրվանից։ Ռուբեն Մաթեոսյանը շատ եմ սիրել։ Եվ միշև այսօր էլ սիրում եմ, իրանց ձայնագրությունները լսում եմ։ Իսկ ներկայիս ախր շատ են, որ մեկին ասեմ ներկայիս շատ կան։ Իսկ անցյալ երգիչներից ուրեք շատ երևի բանին, հա, Ադիսին։ Սպյուրքա հայ երգիչների մեջ։ Դե հա, Ադիսի հետ մտերմություն եմ ունեցել։ Ես էլ եմ ծանոթ եղել, մտերիմ եմ եղել իրար հետ մենք Բեյրութում, Լիբանանում մի անգամ մի հատ պարահանդես ենք ունեցել երկուսով իրար հետ։ Այդտեղ ծանոթացանք, մտերմացանք ու շատ սիրեց։ Հրաշալի մարդ էր նախ, բարի բուն իմաստով լավ մարդ ու հրաշք երգիչ էր։ Շատ, այո։ Հայկական երգերի հրաշալի կատարող։ Այսպես ինչ հետաքրքիր ու լավն է նա որ արդեն հիմա շատ մեծ ուշադրություն է դարձնում ժողովրդական երգին։ Օրինակ մեր ստուդիայի ղեկավարը Ռոբերտ Օղլաղչյանը ժողովրդական երգի սիրահար է։ Ու ինչքան ասես ժամանակին խմբեր, երգիչներ, երգչուհիներ բերել ու մեծարել ու տեղից ճանաչվել են ու գնացել են առաջ։ Վերջերս էլ մի շատ հետաքրքիր համերգ եղավ Ալեքսիատրում, որը մրցանակաբաշխություն Լեբլեցուն սրահով կազմակերպել էր մեր լավ ընկերը հրաշալի երգիչ Հովանեսը Շարբազյան ու շատ լավ անցավ ու նայում ենք ու զգում ենք, որ ինչքան մենք լավ երգեր ունենք ու ինչքան լավ երգիչ ու երգչուհիներ ունենք, ինչքան լավ երաժիշտներ ունենք, ամեն ինչ հրաշալի կազմակերպված էր։ Դες բաներ շատ պետք անեն։ Մեր գործիքները նորից պետք է կամանչան, թառը բանը նորից գովաստվեն, այդ երգերը նորից պետք է ջրի երես անեն։ Մի խոսքով լավա որ ճիշտ ուղու վրա են։ Մարդիկ սպառվում են այդ ուղղությամբ, Աստված թող իրանց հաջողություն տա, իհարկե։ Ինչ կարծիք ես, երգիչը պետք է նաև լավ դերասան լինի, համաձայն ես ինձ հետ։ Դե դերասան այո, կարևոր է։ Իրականության եթե քանի որ բեմը եթե հելնում ես բեմահարթակ, քո առջևդ նստած են հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ, պետք է կարողություն ունենաս իրանց գրավելու։ Դա միայն դերասանական ճանապարհով կարելի է ներկայացնելու, մատուցելու քո երգը։ Մատուցելը եւ այդ գրավելը ժողովրդին, որ քո երգը սիրեն, քեզանով արդեն տարվեն,
Այդ բոլորը դերասանական հատկություններն ա, որը քեզ էլ տրված ա շատ Աշոտ ջան։ Իրական պատմություն պատմի մի հատ։ Իրական պատմություն դի պատմիր, չէ՞։ Ես Հա։ իրական պատմություն Կյանքում քո հետ պատահած։ Չկա թե դա։ ինձ համար ավելի շատ դե որ միշտ գործի մեջ եմ եղել, ասենք այդպես բան շատ չի պատել։ Միայն շատ ինձ Ալեքսանդր Խաչատրյանին նմանացնելու այդ իրական պատմությունն ա միշտ զարմացրել, էլի, որ ոչ ազգական ենք, ոչ բարեկամ ենք, ոչ մի ծանոթություն չունենք։ Ծանոթել չես իր հետ։ Չէ, ցավոք սրտի։ Մի անգամ Հայաստանում իրան Ես դեռ հանդիպեցի։ կարող եմ ծանոթացնել։ Ո մեծ ուրախությամբ կուզեի։ Իսկ անեկդոտ կպատմես, Կարո ջան։ Պատմեմ Հա։ Գյումրեցու, Հա, հա։ հա։ Ուրեմն Գյումրիից գալիս են, բայց դա եղել է սովետական միջան ժամանակ եւ կարծեմ իրականություն է եղել, ինչ որ ասում են։ Գալիս է մի տղա երիտասարդ, պետք է ավտոբուս բարձրանա, որ նստի քաղաքի մեջ, դե լիքան է ժողովուրդ ավտոբուսը պրոբկա է, իմացար։ Այս տղեն իրան բրթելով դիմացիներն էսյան, որ մտնինես, դիմացը մի հատ կին ա լինում, ասում, այ տղա կամած վրես էլ արա, ասում է։ Ասում է, «Էստոր աշե, էստոր երազանքներուն»։ Իչել երազանք ունի։ Շատ լավ էր, Կարո ջան, իսկապես ես շատ գոհ եմ այսօրվա մեր երեկոյից, իրար հետ շատ սիրուն ու գեղեցիկ սրույց անցկացրեցինք։ Ես քեզ ցանկանում եմ, որ անպայման է ձեր համերգը լինի։ Արաքսյան էլ կարող է լինի եւ իսկապես Դա սկեսրար, չէ՞, սկեսրարն ու հարսը իր հետ հարսը համերգ կեսրար։ է։ Լազարոն էլ նվագակցի։ Շատ սիրուն ընտանեկան համերգ կլինի, շատ։ Ինքը իր երգերով Արաքսյան դու քո երգերով շատ հրաշալի երեկո կլինի։ Ցանկանում եմ առաջերտին առողջություն, որովհետև հատկապես մեր տարիքում ամենակարևորը դա է, հա։ Պետք է առողջ լինենք, որ այդ ինչ որ մտածում ենք, այդ իրագործենք եւ հաջողություն։ Շնորհակալություն, որ այսօր իմ հյուրն էիր։ Միշտ օր հանդիպում։ Ես էլ եմ շնորհակալ, Աշոտ ջան։ Շնորհակալ եմ։ Հաջողություն խնդրեմ։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, անցնենք մեր եզրափակիչ խոսքերին։ Թող ձեր օրերը լինեն լավ ու բարի։ Երկինքը թող լինի միշտ խաղաղ։ Ձեր համար թանկ մարդիկ էլ թող միշտ առողջ լինեն։ Այսքան բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Աշոտ ջան, Հա ջան։ այդ ճիշտ է, որ ասում են դրախտում կանայք եւ տղամարդիկ առանձին են։ Բայց իհարկե ճիշտ է, Կարո ջան։ Բա որ միասին լինեին էլ ինչ դրախտ, այ ցավը տանեն։